մեր թիմում գործի մարդիկ են եւ մեր ամբողջ ներուժը իսպաս ենք դնելու, որպեսզի իսկապես արդյունք ապահովենք։ Ես նաև ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները շարունակվում են նաև խորհրդարանից դուրս մինչև ազգային ժողովի մեկնարկը, դուք հավանաբար հետևել եք եւ տեսել եք, որ մենք թիմով շրջում էինք Հայաստանի մարզերով, գյուղերով, լսում էինք մեր քաղաքացիների խնդիրները եւ փորձում էինք դրանց լուծումներ տալ։ Գիտեք, հարցեր են, որոնք մենք չէ որ պիտի լուծեինք, այդքան շահարկված եւ իշխանության կողմից այդքան չարչրկված կոմբայնի հարցը 4-5 գյուղի բնակիչների գյուղացիական աշխատանքների սեզոնին հոգսը թեթևացնում է այդ տեխնիկան, եթե ունենք հնարավորություն մենք կարող ենք մեր ներդրումը ունենալ, ինչու չանենք, հիմա այդ տեխնիկան կանգնած է գյուղում եւ այն հնարավոր չէ շահագործել, որովհետև խոչընդոտներ են ստեղծվում դրա համար։ Էլի այդ բարեգործական սահմանափակումներն են մեջտեղ գալիս, քանի որ համայնքային ընտրություններ են շուտով, բայց մարդիկ սպասում են շուտով հունձը մեկնարկելու է եւ գյուղացիները փաստորեն անելանելի վիճակում են։ Մյուս խնդիրը էլի այլ գյուղերում, ես հիմա խոսում եմ Լոռու մարզի գյուղերի մասին, գիտեք, տարական հարցեր են, օրինակ լուսացույցի տեղադրման հարց, որը էլի լուծելի է։ Մարդիկ ասում են խաչմերուկին պիտի լուսացույց լինի, որ վթարներ չլինեն։ Դրանք պարզագույն հարցեր են, որոնք կարելի է լուծել, ուղղակի համապատասխան օղակները պիտի աշխատեն։ Ու այսպիսի խնդիրները բազմաթիվ են ու բազմազան։ Հիմա ծանրաբեռնված աշխատանքի շրջան է, երբ խորհրդարանական աշխատանքները կավարտվեն, մենք անկասկած շարունակելու ենք մեր մարզային այցելությունները, շարունակելու ենք գույքագրել մեր հասարակությանը քաղաքացիներին հուզող խնդիրները ու փորձելու ենք դրանց լուծումները տալ, այդ թվում նաև օգտագործելով падգամավորական մանդատի հնարավորությունները։ Ես այսօր առիթ ունեցա խորհրդարանի ամբիոնից խոսել Հայաստանում քաղաքական հետապնդումների ուղղակի խայտառակ վիճակի մասին։ Ես առիթ ունեցա նաև հիշեցնելու Նիկոլ Փաշինյանի տված խոստումը 18 թվականին մայիսին, եթե չեմ սխալվում 16-ին, երբ նա նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, նա ասում էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն եւ Հայաստանը պիտի ազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից, բայց գիտեք, նա այդ խարանը ոչ միայն չմաքրեց, այլև ավելի ընդգծեց ուղղակի խայտառակ վիճակ է։ Եկեք մի փոքր հետ գնանք եւ հիշենք նախ ընտրական փուլը, մինչ ընտրական փուլը եւ բուն ընտրական փուլը օր չկար, որ մեր քաղաքական ուժի մարզային գրասենյակներ իրավապահները չներխուժեին ու զանգվածային ձերբակալություններ չանեին։ Ընտրության օրը գրասենյակ ենք ունեցել, որտեղ 100-ից ավելի մարդ են ձերբակալել։ Եվ պահել են 72 ժամ, ոչինչ չեն գտել, ոչ մի բան չի եղել հիմնավորելու համար, ազատ են արձակել։ Ինչու, որպեսզի փորձեն խաթարել աշխատանքները։ Այդ կեղծ շինծուցայնագրությունները, գիտեք, հոլիվուդյան մոտիվներով տեսանկարահանումները, դուք հիշատակեցիք Գագիկ Ծառուկյանի դեպքը, ուղղակի խայտառակություն է, այն գործելավոճը, որով այսօր իրավապահները կատարում են այդ հրահանգները, մենք այո, դա գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում եւ ես ցավում եմ, որ մեր իրավապահ համակարգը այսօր պարզապես գործիք է դարձել մեկ անձի ձեռքին։ Բարգավաճ Հայաստանը ստացել էր Հայաստանի քաղաքացիների շուրջ 60,000-ի քվեն, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պիտի լիներ խորհրդարանում որպես երրորդ ընդդիմադիր ֆրակցիա, բայց իշխանության կամքով նրանք չստացան իրենց մանդատները եւ սա ուղղակի խայտառակություն է ու գիտեք երբևէ չլսված, չտեսնված մի բան Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել դեպք, երբ մի ամբողջ ֆրակցիա ուղղակի հեռացվի խորհրդարանից։ Այս իշխանությանը չի հաջողվել սահմանադրական
մեծամասնություն 50 գումարած 1 ձևավորել եւ սա անհերքելի փաստ է նրանք Բարգավաճ Հայաստանին հեռացրեցին որպեսզի կարողանան որոշակի առավելություն ունենալ կարևոր պաշտոններ նշանակելու հարցում գիտեք գլխավոր դատախազը նախագահ եւ այլն բայց սահմանադրական մեծամասնություն չկարողացան ձևավորել սա հենց այն մասին է ինչի վերաբերյալ ձեր հարցն էր այո մարդիկ չեն ուզում այս իշխանությանը տալ տոտալ որոշումներ կայացնելու հնարավորություն հասարակության կեսից ավելին համաձայն չէ եւ մերժում է գործող քաղաքականությունը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացը կարծես թե արդեն կամաց սկսվում է դուք ինչ դիրքորոշում ունեք ավելի ճիշտ դիրքորոշումը հասկանալի է ինչ ռազմավարություն եք նախատեսում Մենք իհարկե մանրամասն ամեն բան կքննարկենք եւ այդ ամենը կլինի հրապարակային մենք կհայտնենք մեր տեսակետները նախ հայ ժողովուրդը չի տեսել այդ փաստաթուղթը իրենք ասում են նոր սահմանադրություն ենք գրում բայց գրում են գաղտնի, գրում են հայ ժողովրդից ծածուկ, թաքուն, դուք գիտեք, որ նախագծի հրապարակման տարբեր ժամկետներ են իրենց կողմից հնչեցվել եւ բոլոր ժամկետները խախտվել են, հարց է առաջանում ինչու, իսկ իմ կարծիքով պատասխանը ակնհայտ է, որովհետեւ դա արտաքին պարտադրված օրակարգ է։ Ադրբեջանը որպես վերջնագիր է ներկայացնում այս իշխանությանը, սահմանադրությունը փոխելու հարցը նրանք դա անում են շատ բաց նրանք դա անում են շատ ուղիղ տեքստով եթե չեմ սխալվում Ադրբեջանի նախագահի խորհրդականը Հիկմետ Հաջիևը այսօր թե երեկ էլի խոսել էր այդ մասին ամեն բան այնքան պարզ է ամեն բան այնքան տեսանելի է կարծում եմ այստեղ նույնիսկ մեկնաբանելու հարց էլ չկա